վարչապետին եւ Ուկրաինայի վարչապետին սկսեց ուղիղ վիրանորական բաներ ասել։ Երեք Զուգանովը ասում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետին պիտի արգելեր Ռուսաստան գալ։ Գիտեք, սիրելի ժողովուրդ, մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ թող Նիկոլ Փաշինյանը չգնա այդ ժողովների, չգնա նոյեմբերի 9-ի, չգնա այս ինչը հապկի համաժողովի կամ ԵԱՏՄ-ի ժողովի, ու Նիկոլ Փաշինյանը գնացել է։ Եվ ստացվում է, որ Զուգանովը մեր շահերն է պաշտպանում, տերում է մեկ ասում ենք, չենք ասում, Նիկոլ Փաշինյանը մեկա գնում է, ասում է վերեք արգելենք։ Ես ասում եմ կատակ, բայց իրականում այդ իր առաջարկությունը այն համատեքստում է, որ իրենք Ադրբեջանի հետ իրենց խնդիրները չեն կարողանում լուծել, որովհետև Ադրբեջանը ժողովրդական լեզվով ասած իրենց գցել է, որովհետև իրենց խոստացել է, որ եթե Լեռնային Ղարաբաղը տան Ադրբեջանին, Ադրբեջանը կդառնա հապկ ու ԵԱՏՄ անդամ, Ուկրաինայի պատերազմում էլ կօգնի Ռուսաստանին, Ղարաբաղը վերցնելուց հետո միանգամից ռուսներին ասեց հաջողություն, դա սվիդանիե, տարագոյ։ Այս ասեց ու հիմի Ռուսաստանը Ուկրաինայի մեր հաջողություններ չհասնելով 4 տարի է 8% բան է գրավել, վիճակն էլ ավելի ծանրացել է, իր տնտեսության վիճակը որոշակի տնտեսագետներ հենց Ռուսաստանի համարում են, որ կարմիր դիստանցած է ու կարող է փլուզվել, այս Ռուսաստանը քանի որ չի կարող Ադրբեջանի հետ ուղիղ ընդհանրման մեջ մտնել, առավել ևս Թուրքիայի պարագայում, առավել ևս մեզ պաշտպանել Թուրքիայի դեմ, այդ Ռուսաստանը Ուկրաինային չի կարողանում բանանել, եթե անգամ Թուրքիան որոշի մեր վրա հարձակվել, Ռուսաստանը մեզ պաշտպանելու է, կարողանալու է պաշտպանել, դրա ուժերը հերիքելու է, ինքը որոշել է մեր ձեռքով Ադրբեջանի պատժել, ճնշել ու այդ անում է Հայաստանի Հանրապետության տարբեր քաղաքական կուսակցությունների միջոցով։ Այդ տարբեր քաղաքական կուսակցությունները 10-ից ավել են, որ վարչապետն ասում է 3 եւ այլը, բացարձակ 3 չէ։ Նույնիսկ արևմտամերների մեջ ռուսական ուղղվածության կուսակցություններ կան։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունում խաղաղության երաշխավորը Հայաստանի Հանրապետության բանակն է։ Հայաստանի Հանրապետության բանակին պետք է լավ սպառազինություն։ Որևէ ուրիշ երկիր մեր բանակը չի սպառազինելու։ Ամեն պետություն սպառազինում է սեփական բանակը։ Ոչ մեկը մեզ փող չի տալու, որ մենք տանենք մեր բանակի համար 6-րդ սերնդի սպառազինություն առնենք։ Այդ փողը պիտի աշխատենք մենք։ Եվ մենք ունենք նման հնարավորություն, իհարկե ունենք ժողովուրդ ջան, այդ ոնց է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ճապոնիան, որ գրեթե բնական ռեսուրսներ չունի, ու խայտարակ խաղաղության համաձայնագիր էր ստորագրել, նվաստացուցիչ անգամ, Գերմանիան, որի մայրաքաղաքը բաժանված էր 4 մասի, որը էլի բնական ռեսուրսներ չունի, կարողացել են, մենք չենք կարողանա, ինչի հետ, մաշկի գույնի հետ որևէ կապ չունի ժողովուրդ ջան։ Մենք էլ կարող ենք, մեր ուժերին հավատալ է պետք, մեր ունեցած մարդկային, գիտական, տնտեսական, ընդերքի ռեսուրսները ճիշտ օգտագործել է պետք, այդ լոկոմոտիվը տեղից շարժել է պետք, մենք Հանրապետություն կուսակցությունը ասում է, որ մենք հաղթանակ ենք ուզում, մենք բարձրաձայն ասում ենք, մենք հաղթանակ ենք ուզում, եւ այդ հաղթանակը ուզում ենք առանց պատերազմի ու առանց արյունի ժողովուրդ ջան, մեր այդ հաղթանակը ցիվիլ հաղթանակ է, աշխարհի համար ենք կարելի տնտեսական մրցավազքում հաղթանակ, մենք տնտեսական առումով կարող ենք հաղթել Ադրբեջանին, մենք իրենցից պակաս չենք։ Առավել ևս, որ Ադրբեջանը 2023-2025 տարիներին տնտեսության աճի նվազում ունի։ Ադրբեջանի բյուջեում 83%-ը նավթի ու գազի արտահանման վրա է։ Մինչև 2025 թվականը այդ արտահանումը 20% նվազել է։ Ինչու երկրների գները թանկացել են, Ադրբեջանը քիչ են արտահանում։ Կարող եք ասել ինչու, որովհետև հին հանգավայրերը սպառում են պաշարները, նորերը չեն բացվել, նորերի վրա փոխտնողներ չկան։ Երկրորդ Ադրբեջանի իշխանությունը վարում է այն քաղաքականությունը, որի անունը կազմակերպված պետություն է, որը վարում է Ռոբերտ Քոչարյանը։ Գյուղատնտեսությունը մի 10 տարիքի մոտ է։ Երկիր եկող անհրաժեշտ ապրանքները ուրիշ 10 տարիքի մոտ է, ու այդ քաղաքականությունը մեզ ինչի բերեց Ղարաբաղի կորստին։ Ադրբեջանի տնտեսությունը ընկնելու է, իսկ Հայաստան է գալիս Եվրոմիությունը։ Միացյալ Նահանգները թրի փաստաթուղթ է ստորագրում, որով 3 կետ է առաջարկում Հայաստանին, առաջին կետը կիսահաղորդիչներ։ Ժողովուրդ ջան, աշխարհում կիսահաղորդիչներ արտադրում է 5 երկիր՝ Թայվանը, Կորեան, Ճապոնիան, Նիդերլանդները եւ Միացյալ Նահանգները։
Հայաստանը կարող է դառնալ այդ արտադրության 6-րդ երկիրը։ Պատահական չէ, որ այսքան խնդիրների մեջ Միացյալ Նահանգների ստորագրած փաստաթղթում առաջին կետում գրած է կիսաղորդիչներ։ Հեշտ պատահական չէ, ուղղակի բացատրել թե ինչու։ Միացյալ Նահանգները տարեկան Չինաստանին մինչև 800 միլիարդ փող է պարտվում։ Միջպետական պարտք 1 տրիլիոնի չափ, ինչի դիմաց կիսաղորդիչային վաֆերների, դրանք նյութ են, որի վրա հավաքում են ջիպերը, որոնք ստանում են կվանցից։ Հայաստանի Հանրապետության Սյունիքում գտնվող լեռնամետալուրգիական հանքավայրերում եւ նրանց փոչամբարներում այդ կվանցը կա։ Հիմա Միացյալ Նահանգները ուզում է ինքը ստանալ, որ այդ գումարը չտան Չինացուն։ Ինքը կարող է գալ Հայաստանի հետ պայմանագիր կնքել, այնպես ինչպես Թրիբուն կնքեց, ասենք 76-24։ Ուզում է նույնիսկ Հայաստանի տոկոսը 1-ը լինել, ես դրան համաձայն եմ, կարող եք քննադատել, ասել ինչի, բայց միևնույն է այսօր դրանից ոչինչ չունենք։ Այդ պարագայում դառնալու եք աշխարհի 6-րդ երկիրը, որը թռիչքային աճ է ունենալու։ Այդ դեպքում է, որ Հայաստանի բյուջեն կարող է 5 տարում հասնել 45 միլիարդի, իսկ դա Ադրբեջանի բյուջեից կրկնակի ավել է։ Հայաստանն ունի ահռելի ջրային ռեսուրսներ։ 4-7 միլիարդ ջրային ռեսուրս ունենք Գառնանձլհանի։ Հայաստանին պետք է 2 միլիարդը։ Մենք չենք կարողանում այդ ջուրը կառավարել։ Ամառը հունիս ամսին արդեն գյուղացի ոռոգման ջրի խնդիր ունի, երևանցիներ վիորաջուրը օրական հայտարարում, այսօր կանջատեմ, վաղ կանջատեմ։ Ժողովուրդ ջան, մեր շրամբարներ է կառուցել պետք, մեր ջուրը կառավարել է պետք, մեր ջուրը գնում լցվում է Քուր, գնում լցվում է Արաքս, այդ երկու գետներ աշխարհագրություն իմացողները գիտեն, որ գնում լցվում է Կասպիստով, մենք մեր ջուրը տալիս ենք օտարին, մենք մեր ջուրը տիրություն չենք անում։ Եթե մենք 5 միլիարդ խորանարդ մետրը կարողանանք անբարել, 2.5 միլիարդը Հայաստանի բնակչությանը ծովից ծով է, ձմերուկ սառեցնելու ջուր է անգամ, որ բաց թողեք սառեցնեք։ Մնացած 2 միլիարդը կարող ենք վաճառել։ Մեր հարևան Իրանում 2025 թվականի երաշտ էր եւ Իրանի ժողովուրդը դուրս եկավ բողոքի ցույցերի։ Իրանի պատմության մեջ միակ դեպքն է իսլամական Իրանի մասին է խոսքը, որ Իրանի իշխանությունները ասացին, որ մուսուլմանը ջրի համար բողոքելու իրավունք ունի ու զոհ չանեցին։ Այդ ժամանակ ոռոգման ջրի կինը Իրանում հասավ 6-ից 8 դոլարի։ 50 ցենտով վաճառեք մեր ջուրը։ 1 միլիարդ դոլար գումար է անում, մենք տիրություն չենք անում։ Մենք մեր իշխանությունները այսօրվա իրենց տնտեսական քաղաքականությունը վարում են նախկին իշխանությունների նման։ Իրենց տնտեսական քաղաքականության ձեռքբերումները Սաթիկ Տոտայի ՀԴՄ-ի կենտրոնի վրա են։ Տնտեսական հեղափոխություն տեղի չի ունեցել։ Մենք առաջարկում ենք այդ հեղափոխությունն անել։ Այդ հեղափոխության համար արտաքին ներդրումներ են պետք։ Այդ ներդրումները կարող են լինել միայն ԱՄՆ-ից եւ Եվրոպայից։ Ռուսաստանը փող չունի։ Ռուսաստանը փող չունի տնտեսության մեջ ներդրում անել։ Ռուսաստանի տնտեսությունը կարող է փլուզվել ու մենք կարող ենք այդ փլատակների տակ մնալ։ Այնպես ինչպես 90-ական թվականներին մնացինք ու հայ թոշակառուները իրենց ավանդները չստացան։ Այս սրանից վախենալ է պետք։ Իսկ այդ ռուսական թևի կուզակցությունները ինչ խոստանում են, այնտեղից թելադրված, իրենք չեն ուզում են տեսնել, որովհետև իրենք անում են իրենց համար։ Սիրելի ժողովուրդ, հունիսի 7-ին գնացեք ընտրատեղամասեր եւ եղած քվեատերտիկներից ընտրեք 11 համարը։ Ընտրեք մեզ ու մենք այս խնդիրները տեղից կփոխենք, առաջ կտանենք։ Արևմուտքը կտեսնի, որ արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժը մտել է խորհրդարան։ Եվրոպա կտեսնի, որ դեպի Եվրոպա կստորագրավակ անող քաղաքական ուժը մտել է խորհրդարան եւ այդ դեպքում ազատվիզայի ռեժիմի խնդիրը շատ արագ կլուծվի։ Դուք կարող եք 9 ամսով գնալ Եվրոպա աշխատել ու հետ գալ։ Այդ դեպքում Հայաստան կգա Ամազոնը։ Այդ դեպքում Հայաստանի բանակը կունենա այնպիսի սպառազինություն։ Ադրբեջանի բանակի սպառազինությանը համազոր, որովհետև ռուսական սպառազինությունը հետ չապահովեց, բայրակտարները 3 օրում 1 միլիոնանոց S-300-ները մետաղի ջարդոնի վերածեցին, իրենց գինը 150,000 է։ Էս է լուծումը։ Այս լուծումները ստանալու համար գնացեք ընտրատեղամասեր եւ ձեր քվենտվեք 11 համարին։ Սիրելի ժողովուրդ, ես այս ամեն ինչը ասում եմ ոչ թե դրա համար, որ պատգամավոր եմ ուզում դառնալ։ Բացարձակ այդ խնդիրը չունեմ։ Ձեզանից բոլորը գիտի, որ ես 3 անգամ պատգամավոր եմ եղել։ 3-ից 2 անգամ հրաժարվել եմ մանդատից։ Իմ խնդիրը մանդատը չի։ Իմ խնդիրը այս երկրի ապագան է։ Իմ խնդիրը մեր երեխաների ապագան է։ Իմ խնդիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Հետևաբար ձեր քվենտվեք 11 համարին եւ մենք վստահեցնում ենք ձեզ, որ ամեն ինչ կանեք, որ արդարացնեք ձեր տնած քվեն եւ դուք կհաղթվեք նոր Հայաստանում։
Հունիսի 7-ի երեխաների համար, ապագայի համար, Հայաստանի համար, մի լսեք ոչ մեկի քվերկեք, մի լսեք ոչ մեկի քվերկեք, Հանրապետություն կուսակցություն Արամ Սարգսյան, քվերկեք համար 11, շնորհակալություն։